Կարմիր տանիքների քաղաք Գորիսն աչքի է ընկնում իր ճարտարապետական յուրահատուկ ոճով։ Կանաչապատ կոլորիտային փողոցներն ու պատշգամբներով քարե երկհարկանի տները պահպանում են 19-րդ դարի շունչն ու քաղաքաշինական ավանդույթները։ Քաղաքի ամենահին տներից մեկում ապրում է գորիսցի Սանամի Գագիկը։ Տան առաջին հարկը Գագիկը վերածել է թանգարանի, որտեղ ներկայացնում է իր տոհմի պատմությունն ու խնամքով պահված ընտանեկան իրերը։ Թանգարան թեյարանը զբոսաշրջիկների համար եմ ես հիմնականը պատրաստել, որ Գորիս եկողը գա, տեսնի, հրաշիրվի ու իմանա, թե այդ 19-րդ դարից սկսած Գորիսեցին ինչ կենցաղով ապրել, ինչ ա ունեցել, ինչ կահկարասի եւ հյուրասիրվի մեր Գորիսյան ուտելիքները, քաղցրավենիքը։ Տունը պապական է, կառուցել է պապիս պապը, Գրիգոր Տորոզյանը, 1870-ական թվականներին արդեն տունը եղել է։ Այն ժամանակ Գորիսում եւ կավագործությունն է զարգացած եղել, եւ պղնձագործներ շատ են եղել։ Ունենք պղնձի իրեր ունենք կավե իրեր, որ էլի պահպանվել է մինչև հիմա։ Փայտից ունենք տատս օժիտը պահպանում է, կամոդ ունենք, բուֆետ ունենք, թախտ ունենք, ով է թախտին, ըստ Սերո Խանձազյանի Խրիմյան հայրիկն էլ նստել է թախտի վրա։ Գորիսում հայտնի է եղել մեր տոհմը, ճանաչել են, գիտեն բոլորը։ Հերս գլխավոր մեղվաբույծն է եղել շրջանի, հետագայում նաև ասել են մեղվաբույծ Գուրգենը, ու իր մոր անունով են շատ կոչել, Սանամը ընտանիք է։ Թեյախմության հետ ավանդույթներ եղել են, խմորեղեններ, գաթա, հալվային մատուցում, մեղրով գոզինաղ, ու մեր տարածաշրջանի այդ դեղաբույսերից թեյ են հյուրասիրում։ Կոնկրետ մինչև հիմա ես ունեմ ձեռք եմ բերում այդ դեղաբույսերը, այդ խոտաբույսերը, կան ղանթափանա, ուրցնա, նանայով թեն են տալիս, մելիսիայով թեյ, մինչև այսօր այդ նույն ավանդույթները, այդ նույն խմորեղենները իմ թեյարանում պահպանում են։ Կարելի է այսօր բացառություն թեյ ես եմ մատուցում։ Մի րոպե լսնեմ։ Հալվատ կտրի փորձենք, տեսնենք ոնց է ստացվել է։ Թորնիկների զանգել ես այսօր։ Այսօր դեռ ոչ, երեկոյա։ Զանգի կարոտել եմ, զանգի խոսենք Մարի, Էլենի հետ։ Գորիսեցիները բարի, լավ մարդիկ են, հյուրասեր։ Մի քիչ կարող է նրանց կոշտություն ունենան, շատ քիչ։ Բայց իրանց հյուրասիրությունը վերում ամեն ինչ ծածկում է։ Այս կոշտությունը երևի սարերի ժայռերից է, դաշտավայրի մարդիկ չենք մենք։ Բայց ասեմ, շատ հյուրասեր ենք։ Միշտ ուզում ենք, որ հյուրը մեզանից Գորիսից անպայման գոհ գնա։ Ես օրինակ չգիտեմ, եթե վաղը ինձ ասեն գնատուն, չգիտեմ, ես տան ինչ պետք է անեմ։ 20-րդ դարի սկզբին Գորիսում ինքնագործ թատերախումբ է եղել։ 1936 թվականին թատրոնը ստացել է պետական կարգավիճակ, իսկ հետագայում անվանակոչվել ի պատիվ հայ դերասան Վաղարշ Վաղարշյանի։
Շուրջ 90 տարի է դրամատիկական թատրոնը Գորիսի մշակութային կյանքի կարևոր կենտրոնն է։ Արդեն 38 տարի տիկին Այդայի օրը սկսվում եւ ավարտվում է թատրոնում։ Սկզբում թատրոնում ադմինիստրատիվ աշխատանք է կատարել, ապա զբաղեցրել փոխտնօրենի պաշտոնը։ Թատրոնում ամենասիրելի վայրս դահլիճի 16-րդ տեղն է, որտեղ նստում եմ ներկայացումներ դիտում, համել միաժամանակ իմ աշխատանքը կատարում։ Այլ նայում եմ, որ ես քիչները բանը ասենք դահլիճում կարգ ու կանոն Բերլինի։ Ոչ գնաց կտե բախվեր սարցալերանը եւ ոչ էլ որևէ լուրջ բան է պատահել։ Դե ոչ ես տատալեի նկատի ունեմ։ Դեռ շոկի մեջ եմ։ Պատրիկ, մենք նույնպես ցավում ենք։ Կուզես ինչ-որ կանխվել։ Գուցե մկնդեղ կամ տույն։ Շինի։ Իրոք շատ վատ է։ Վատ է։ Բոլոր ներկայացումների մասնակցում եմ եւ որտեղ խաղում են, որ գյուղում խաղան, որ Գորիսում խաղան, թե որտեղ խաղան, ես կամ ու դահլիճում։ Դա համար անգիր գիտեմ բոլոր ներկայացումների տեքստերը։ Փափազյանը խաղացել է մեր բեմում, բայց ես չեմ տեսել իրան։ Մեր աշխատողներն էին ասում է դերասանները։ Բայց Կայպն ա եղել, Սվետլանա Գրիգորյանն ա եղել, Իշխան Ղարիբյանն ա եղել, հայր ու տղա։ Գորիսեցիները թատրոն շատ են սիրում։ Միշտ հանդիսատես ունենում եք լիքը դահլիճներով։ Գորիսում հանդիսատեսը շատ պահանջոտ է։ Առավոտը որ գալիս եմ մտնում եմ շենք, մի հատ շենքը նայում եմ, տեսնում եմ, ինչա գնում եմ փորձասենյակ, տեսնում եմ դերասանները նստած փորձ են անում։ Ես շատ եմ ուրախանում, որովհետև գիտեմ, որ նոր ներկայացում են բեմադրում։ Եթե հասնում են, իմ աշխատանքս էլ աշխատանում։ Հալո, Երևան կյան, վաղը, դիմումս կիրյալը։ Տիկին Այդա, մի վարկյան սպասի թող բերերս նկարի հետո։ Ոնց է բերիս մի հատ նկարի հետո, չէ՞։ Ես ճիշտ ասած մի քանի ամիս աշխատում եմ ես մշակույթի տանը։ Հետո ընկերուհիս ասեց թատրոնում գործ կա։ Գնանք տեղափոխվինը։ Ասի ես թատրոնը, ես ոնց կարամ ամեն օր թատրոնում։ Եկանք տնօրենը երիտասարդ տղա էր Խաչատրյան Սեյրանը։ Հա, ասեց մեծ ուրախություն, բան ու ընդունեց։ Բերեց մի անգամից տվեց գլխավոր ադմինիստրատորի հաստիքը։ Տվեց, սկսեցի աշխատել։ Ու աշխատանքի ընթացքում տեսա, որ ես ոչ մի աշխատանք չպիտի ման գամ։ Իմ աշխատանքը sense թատրոնն է։ Լավ մնացեք։ Քաղաքի արևելյան հատվածում պահպանված հին Գորիսը տեղի պատմական ժառանգության մի մասն է։ Քարանձավային այս բնակավայրերը հիշեցնում են դարեր առաջ այստեղ ապրած մարդու կյանքի ու կենցաղի մասին։ Մեր սյունեցիկ բոլորն էլ ջղային։ Լրի բարձր են խոսում։ Լալաջան դե սոխը կտրատի, ես էլ կարկոշանքը կտրատեմ։ Օշտեն մեր այս սարերի նման։ Իսկ վեր արդեն նստում ես, հետը շփվում ես, զգում ես, որ այդ մարդը ջղային չի։ Իրանց խոսելաձևն է երևի։ Գորիսի խոհանոցը հարուստ է ավանդական բաղադրատոմսերով։ Խոհարար Սաթենիկ Մնացականյանը Գորիսը չի պատկերացնում առանց ավանդական խաշիլի, թանի եւ լոբով ապուրի։ Խաշիլը բոլոր ընտանիքներում կա Գորիսում։ Որտեղ էլ մտնես, ունեն, էփում են։ Ցորեն ալվանում ենք, փռնում ենք արևի տակ, չորանում է, երկանքով աղում ենք։ Ստացվում է ալյուրից մի քիչ մեծ, հետո էփում ենք, ստացվում է շիլը։ Լսում ենք ափսենները թանով եւ յուղով ուտում ենք։ Միշտ էփել են մեր տատերը, հիմա մենք ենք տատիկներ, մենք ենք սարքում։ Հիմա էլ խաշիլ է էփենք, Լալա ջան, ես սովորել եմ իմ հեղինար տատիկից։ Ես էլ քեզանից կսովորեմ։ Առաջ ջուրը դնում ենք, նոր լցնում ենք մեծը, խաշիլի մեծը։ Ահա, սա լցնում ենք ճաշի մեջ։ Չէ, հեսա սրանով կլացնեմ Իրանին։
Առաջ տաք ջուր էին լցնում, բայց տաքը հիմա եթե ես զանգվածը լցնեմ մեջը, լալա, բան անում, սենց պնդանում է, իսկ որ սառը ջրի մեջ ենք լցնում, շատ լավ է ստացվում։ Հերինար տատիկս ծնվել է Խոտ գյուղում, ձեր գյուղից էր։ Հա, ուրեմն ես ու դու բարեկամներ ենք։ Նա յուղը բե, որ խաշիլը էփի, յուղը լցնենք վրե։ Սոխել, չէ, սոխ պետք չի խաշիլի համար։ Սոխը պետք չի։ Խաշիլը նենց բան է, եթե արդեն աշունա, անպայման պիտի ճաշատեսակը պատրաստ լինի տանը։ Թանը պիտի լինի։ Լոբին չորացրած պատրաստ կա։ Տենց մարդ չկա, որ ասես մտնես իրանց տունը, այդ բաներից չլինի։ Լրիվի տանը կա։ Մենք լրիվս պատրաստում ենք, լցնում ենք մեր պատվալները, մառանին մեկ պատվալ եք ասում։ Հյուրը գալիս է, էլ խանութ չեն գնում, մեր ամեն ինչ կա, մեր մառաններում։ Հաց կա, խորովածը կա, անպայման պանիրը, թթուները, բա մեր թթեով է։ Ավելացրու, ոնց որ ջուրը մի քիչ եք լցրել։ Հերիքա։ Մի հատ խառնի։ Ջուրա չէ պետք։ Հա, սովորի։ Պետք է գալի։ Բայց մի քիչ գոռացած ջուրա պետք է։ Որպեսզի շատ չթանձրի։ Հա, լցրու։ Լավ, հերիքա։ Մի 2 րոպեից երևի արդեն պատրաստ կլինի։ Լոբին շատ են սիրում գորիսեցիները։ Լոբով ճաշը։ Առաջ տատիկները ավելի ուրիշ ձև էին պատրաստում։ Թթու լավաշ էին լցնում մեջը, բայց հիմա չեն ուտում այդ ձևի ջայլները։ Գորիսի կենտրոնական հրապարակը տեղացիների եւ քաղաքի հյուրերի զբոսանքի եւ ժամանցի հիմնական վայրն է։ Հենց այստեղ են տեղի ունենում մշակութային բոլոր կարևոր միջոցառումները, որոնք երբեք չեն անցնում առանց Գրիշայի։ Նա է պատասխանատու միջոցառումների ձայնային հնչողության համար։ Գրիշան նաև կոշկակար է եւ դիջեյ։ Ծնվել եմ Գորիսում, հետո տեղափոխվեցիք Տաշկենտ, Ուզբեկիստան։ Հայրս արտադրամասուն էր հենց Ուզբեկիստանում, Տաշկենտում, այսինքն ինքը կոշիկներ էր զրոյից արտադրում։ Ես մեծացել եմ այդ արհեստանոցում, ոնց են մարդիկ աշխատել, տարբեր վարպետների գործերը նայել եմ եւ սիրել եմ այդ աշխատանքս։ Հետո տեղափոխվեցի Մոսկվա։ Այնտեղ էլ աշխատեցի, սովորեցի իմ կաշվե գործը, կոշիկի վերանորոգումը։ Դե հետո 18 թվականին որոշեցի, որ սա իմ տեղս չի։ Ես Հայաստան ավելի շատ եմ սիրում, մեր Գորիսը, ավելի լավ այս գործը այնտեղ զարգացնել։ Բարև ձեզ։ Գրիշ կոշիկը փոխել է։ Դու եկա ստեղ, բացեցի արհեստանոց, որովհետև նոր էի սկսել, հələ դեռ չէի իմանում ինչ ձև կգնա աշխատանքս։ Բախտս բերեց նրանով, որ մշակույթի կենտրոնում աշխատանքի տեղ կար, ձայնային օպերատորի, ես էլ սիրում էի դրանով զբաղվել, երաժշտության հետ շատ մոտիկ եմ, եկա ստեղ գործի, այցել աշխատում եմ 7 տարի է։ Վերջերս էլ նաև սկսել եմ զբաղվել դիջեյի աշխատանքով, դե քանի որ երաժշտությանը շատ մոտիկ եմ, այտենց ուզեցի դրանով զբաղվեմ, ինչքան հնարավոր լինի ժամանակումս տեղավորվեմ այդ դրանը։ Ճիշտ է, շատ են, երաժիշտները, դիջեյները շատ են, բայց դե պետքա քոնը ցույց տաս, նոր մոտեցում ցույց տաս,
որպեսզի մարդիկ քեզ նկատեն, քեզ ցանկանան կանչեն իրանց առիթների։ Բժշկակարությունը հեշտ արես չի, այսինքն ինքը շատ դժվարություններ ունի, շատ ժամանակ է պահանջվում սովորելու համար։ Դե ինձ ասում են, որ հրաշքներ եմ գործում։ Կոնկրետ ռեստավրացիայի առումով կոշիկների, այսինքն շատ վատ վիճակում, շատ ահավոր պատառված վիճակում մարդիկ բերում են, ես վերակենդանացնում եմ, կարելի ասած, այդ կոշիկները։ Ես պատկերացնում եմ, որ ես միշտ պիտի զբաղվեմ դրանով, որովհետև շատ եմ սիրում այդ աշխատանքը, այսինքն դա իմ հոբիս է, ես չեմ կարող դրանից հրաժարվել։ Կյանքս չեմ պատկերացնում Գորիսից դուրս, քանի որ արդեն շատ սիրեցի Գորիսը, չեմ ապրել այդտեղ շատ ժամանակ, բայց հիմիկվա դրությամբ ես հաստատ իմ կյանքս չեմ տենում ուրիշ քաղաքում։ Արծաթը ինքը ազատություն է, որ արծաթով աշխատում ես, իրոք շատ ազատ ես զգում։ Մեկնեն չի, որ համեմատական վերցնես ոսկին, որտեղ նրա կորստի դեպքում դժվում ես, ես կարծաթում շատ մեծ ազատություն ունի։ Արծաթագործ Արթուր Մինասյանի համար ինքնաարտահայտման միջոցը զարդեր պատրաստելն է, իսկ ոգեշնչման աղբյուրը Գորիսյան բնաշխարհը եւ միջավայրը։ Արծաթագործությամբ զբաղվում եմ մոտ 20-25 տարի։ Արծաթագործության մեջ պետք է լիներ համբերատար։ Շատ դժվար աշխատանք է, որ համեմատես ոսկու հետ։ Ոսկին կարող ես 2 փուլում վերականգնել, արծաթը միջով 4 փուլ պետք է անցնի, որ նոր իդեալական ստացվի քո ուզած զարդը։ Մետաղը պետք է սիրես, որ աշխատանքդ էլ լավ ստացվի ու դժվարություններին չնայես ու կարողանաս ավարտին հասցնել ամենադժվարին աշխատանքը։ Սյունիքում իմ սիրելի վայրերից մեկը Ուխտասարն է հենց։ Սարը ինձ այնքան է ոգեշնչել, որ Ուխտասարի այդ պատկերները տեղափոխել եմ մետաղի վրա, որ ապագայում պետք է գոտի դառնա։ Պատրաստեմ գոտի, նորաձև ավելի, որ կրեն մեր աղջիկները։ Քաղաքի ճարտարապետությունը ինձ հաճախ ոգեշնչում է, եւ օրինակ ես սարքել եմ զանգերը, որպես կախազարդ։ Գորիսի հայտնի Զանգեր հուշարձանը նախագծել է ճարտարապետ Սևադա Զաքարյանը։ Հուշարձանը կառուցված է իշխանասար լեռան փեշերից բերված քարերով եւ լրացնում է գորիսյան կոլորիտը։ Գորիս համայնքը շարունակում է զարգանալ, պահպանելով պատմական միջավայրը։ Քաղաքում մշակութային հաստատություններից գործում են նաև պատկերասրահ, երկրագիտական թանգարան, ինչպես նաև գորիսցի նշանավոր գրող Աքսել Բակունցի տուն-թանգարանը։ Ուղղեցինք մի հատ պատրաստ դզվի։ Միասին, 3, Վահեին Գորիսում բոլորը ընկեր Վահե են ասում։ Նա Գորիսում է անցկացրել իր զինվորական ծառայության տարիները, ապա աշխատանք է գտել, պար է դասավանդել երեխաներին, հետագայում էլ ամուսնացել ու հաստատվել է այստեղ։ Կանաց, ձգած ձեռքերով։ 23 տարեկանում եմ եկել ծառայության։ Մի տարի հետո 2003 թվականից
իմացան, որ բարի մասնագետ եմ, բարի խումբ եմ ունեցել Երևանում, չկար քաղաքում բարի մասնագետ, առաջարկ եղավ, որ երկու տեղ արվեստի դպրոցում եւ մանկապարտեզում ծառայության զուգահեռ նաեւ բարդ դասավանդ եմ։ Ու տենց սկսեցի ծառայության զուգահեռ շաբաթական 3 օր 2 ժամով ազատում էին, իջնում էի երեխեքին պարապում էի, բարձանում էի, տենց մի քիչ ավելացավ 3 օրը դարձավ 6 օր, 2 ժամը 4 ժամ։ Դե հետո պրծա ծառայություն 2004 թվականին։ Արդեն ահագին գործ կար արած։ Առաջարկ եղավ, առաջարկեցին, որ մնամ քաղաքում, տեսել էին գործը, բան ասեցին մնամ մի քիչ ավելի զարգացրա արվեստը։ Իրականում այդ ժամանակ չկար քաղաքում ոչ բարով զբաղվող բարային դպրոցներ կամ բան։ Առաջ 8 հատ կողք, բալանսուար, 2, 3, 4 հատ բալանսուար։ Ծառայությունից հետո էլ մնացի, ասի մի տարի էլ մնամ, զարգացնեմ, 2 տարի էլ մնամ, զարգացնեմ։ Ու դες 2-3 տարին դարավ արդեն 23 տարի։ 5, 6, լավ ձգի ոտը, 1։ Հիմա Գորիսի երեխաների մեծամասնությունը կապված է պարով, պարվեստով, քաղաքում ահագին զարգացած է պարվեստը, արդեն իմ առաջվա պարուսուսները իրենք բացել են իրենց պարային դպրոցները։ Պահեցինք, իջանք, 1, 2 հավաքվի, 3 կնուկներից բռնի, 4, 1, 2, 3, 4, 1, 2, մնացինք, կպանք, փորով կպանք ոտքերին։ Են աժուտաժից հետո շատ sense պասիվ, հանգիստ քաղաք մեկ կատակ էինք անում, ասում էինք մեր մոտ զորամասում ժամը 10-ից էին ադբոյը տալի քնելու, ասում էինք ժամը 6-ից Գորիսում արդեն ադբոյա։ Առաջի տպավորությունը այդ էր, որ շատ sense հանգիստ, պասիվ, ասում էինք, որ տենաս պաստերի մարդիկ ուր են։ Ձերը պահի, 4 ձգի թաթը, 2007 թվականից ամուսնացա։ Ամուսնանալուց հետո էլ մտածում էինք, որ երևի հեսա կտեղափոխվենք նորից Երևան, բայց մնացին Գորիսում։ Արագացանք, Ձեր Գորիսը իմ մի մասը լինի, իմը լինի, իսկ որ մի բան քոննա, չես մտածում, ախպերդ լավն է, վատն է, ոնց քոննա հիմա։ Սիրում ես, առանց չգիտեմ խիստ, բայց սիրում ես։